Խաղաղության պայմանագիրը կնքելու համար կողմերը հայտարարել են, որ այլևս որևէ բան չի ոչնչոտում։ Ինչն է պատճառը, որ գործընթացը չի իրականացվում։ Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է եւ անհրաժեշտություն միայն մնացել, որպեսզի ստորագրվի պայմանագիրը։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Նոր նախապայմաններ են առաջները, ինչն է խանգարում։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստը, ինչպես նշել եմ, այլևս վերջնականացված է եւ միակ անհրաժեշտությունը ստորագրելն է։ Իրենք գիտեք, որ հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները եւ մենք էլ ունենք մեր մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Մենք պարբերաբար խոսում ենք դրանց մասին, կլինի Մինսկի խմբի լուծարման մասին, գիտեք, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև սահմանադրության մասով գիտեք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Ընտրեմ։ Կրակում են ադրբեջանցիները, ինչ դուք խոսում եք խաղաղության մասին, մայիսի 29-ի ժամը 1-1:15-ի հանդիպում կրակ են մնացել Խոզնավար բնակավարության, ինչի կողմով վնասվել է բնակելի։ Սա է ձեր խաղաղության նկատմամբ։ Ադրբեջանը ձեր խաղաղության թեզերին կրակոցների պատասխանել։ Անկեղծ ասած, ինչի մասին խոսում եք, ես դեռ տեղյակ չեմ, մանրամասների մասին տեղյակ չեմ, առավոտվանը դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց կրակոցների վերաբերյալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել եւ այդ մասով հավելյալ որևէ մեկնաբանություն չունեմ։ Չէ, ասում եմ հայտարարության մասում մեկնաբանություն չունեմ, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ Դուք խոսում եք նկատի իշխանությունը խաղաղության մասին, բայց ամեն անգամ խաղաղության արված հայտարարությունների պատասխան Ադրբեջանը կրակոցներով է պատասխանում։ Սա ինչպես է մեկնաբանում։ Սահմանային միջադեպերի հետաքննության մասով էլ գիտեք, որ մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք, հետաքննենք տեղի ունեցող միջադեպերը։ Սպասեք հերթով էլի։ Հայկական կողմը ինչ որ ձեր պատասխանում է, թե մենք պարզապես այդ կրակոցները վերցնողներն ենք եւ վերջ։ Հայկական կողմը, ինչպես նշեցի, եւ հրապարակային դրա մասին հայտարարելը արձագանք է եւ նաեւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ենք մենք առաջարկել։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել, որպեսզի հետաքննության մեխանիզմը ստեղծենք։